գիտեք ինչ, նախապես ասեմ, որ ընտրությունները որպես քաղաքական դաշտում կայացած նման բան ես չտեսա Գյումրիում, որտեղ սա քաղաքական ընտրություններ չէր, այդ ձև եմ կարծում, սա պարզապես անակնկալ էր գյումրեցիների համար, որ չենք որոշում, թե որպես անադի են սայն տալիս, թե որևէ քաղաքական ուժի, իհարկե դա իր հետևանքներն ունեցավ, եւ դրական եւ բացասական, իսկ ինչ առաջին անգամ եմ ես զրուցում որպես գյումրեցի, որպես քաղաքացի, որպես ընտրող, որովհետեւ միշտ քաղաքական պայքարում եղել եմ թեկնազու, շատ բազում անգամներ, այս անգամ որոշեց մեր թիմը չմասնակցել ուղղակի կերպով ընտրություններին, եւ իմ կարծիքը վաղվա մասին, գիտեք ինչ, շատ հանգիստ է ինձ մոտ, իմ ներքին ցայնն է ինձ այդպես հուշում, որ վաղը ակնկալիքներ մենք չենք կարող սպասել, որովհետեւ եթե լինի ակնկալիք, որը չի բխելու հայաստանցու հայի գյումրեցու շահերից, ինչը նկատում եմ, որ համատեղ ուժերով ընդդիմությունը հաղթանակ տարավ։ Էական չէ թե առանձին որը ինձ ցայներ հավաքեց, պարզապես այսօրվա իշխանության համար սա եղավ երևի թե ցանկանում եմ ասել վերջին դասերից մեկը։ Ես նրանց այսօրվա իշխանական իրենց միսիան համարում եմ մայրամուտ եւ այդ մայրամուտը բավականին տեսանելի է արդեն։ Անակնկալներ չեմ սպասում։ Լինելու է ընդդիմության ներկայացուցիչ քաղաքապետ եւ դա փոխելու է տրամադրություն, ես չեմ ասում թե քաղաքական մեծ իրադարձությունների փոփոխություն կլինի, բայց տրամադրությունը փոխելու ամբողջ երկրում։ Եվ փառք Աստծո, որ միանշանակ ընտրություններ անցկացեցին առանց որևէ միջադեպի, որը դա մեր քաղաքի բացր մագարտակի մասին է խոսում ընտրողների, ինչի՞ չէ, նաև տեխնազուները հաշվի չառնելով որոշ ինչ-որ անցուդարձեր, իհարկե դա ավելի շատ իշխանությունը հրարեց, ձերբակալությունները նկատում եմ, եւ մի քիչ էլ փոքր ինչ ուշացած կարծիքների արտահայտում, ես չեմ ասի տարաձայնություններ, դա մի քիչ շինսուեր եւ փորձում էին այդպես ներկայացնել, որ ընդդիմությունը պարակվում է, նման բան չկա։ Ընդդիմության ցուցակներում ընտրված մարդկանց բոլորին ճանաչում եմ, նույնիսկ փախտ է վիճակվել աշխատել միասին շատերի հետ եւ ես համոզված եմ, որ վաղը ընդդիմադիր դաշտը մեկ մարդու պես իր վերջնական խոսքը կասի, որ Գյումրիում պետք է լինի ընդդիմադիր քաղաքական միգուցե քաղաքական միգուցե եւ որպես գործադիր ընդդիմադիր ուժի ներկայացուցիչ պետք է լինի։ Եվ մենք բոլորս պետք է լծվենք աշխատանքի մեր Գյումրին պակաս ինչ որ ունեցել ենք այսօրվա դրությամբ այդ պակասները նրանց համատեղ ուժերով։ Գյումրիի ընտրությունները ինչ ցույց տվեցին։ Գիտեք ինչ, ընդհանրապես ոչ թե Գյումրիի ընտրությունները որևէ բան ցույց տվեցին, ժամանակն է արդեն ցույց տալիս, որ իհարկե այս ամբողջ 7 տարին դա մեր ժողովրդի համար մեծ փորձությունների տարիներ էր, փորձաքար էր, եւ ոչ թե ինչ որ ժողովուրդն էր շատ հարցերում մեղավոր, որ այդ նման փաստերի առաջ կանգնեց, այլ ընդհանուր միջազգային գլոբալ իրավիճակն էր շատ բաներ թելադրում, մենք դա ցավոք սրտի մի քիչ ավելի ուշ ըմբռնեցինք, օրինակ ես իմ կարծիքն եմ այդպես հայտնում, եւ ընտրությունները Գյումրիում եւ ինչի՞ չէ, նաեւ զուգահեռ Փարաքյար համայնքում էր ընտրություններ տեղի ունեցել, երկու համայնքներում էր հատկապես Գյումրիում ընտրությունները ցույց տվեց, որ նորից եմ կրկնում այս իշխանության մայրամուտն է, թե ով վաղը ինչ փաստի առաջ կկանգնի, իսկ ինչպես գիտեք, մայրամուտը օրվա, եթե փուլերի վերածենք օրվա ժամանակահատվածները, մայրամուտը ամենապարզ ժամանակահատվածն է, երբ մարդիկ ամեն ինչ հետևում են թողել եւ լավն են տեսել օրվա ընթացքում, եթե համեմատենք ուղղակի կարգով 7 տարիների ընթացքում լավը տեսանք, իհարկե, ցավոք սրտի շատ քիչ, վադը ուղեկցեց բոլորիս իր պատերազմական գործընթացով, որը փորձեցին մի քիչ այլ կերպ ներկայացնել, որ հայ ազգը կռվել չգիտի, այդ զինվորը կարող է զենքը ձեռքին փախչել մարտի դաշտից, դրա համար նրանք ասոտեմ են պատասխան տալու եւ Դադաստանը լինելու է։ Եվս համոզված եմ, մայրամուտը կավարտվի խաղաղ ժողովրդի հաղթանակով, մեր արժանապատվությունը նորից պետք է վերականգնել, եւ այս ընտրությունները Գյումրիում դա եւս մեկ անգամ
ապացուցում է եւ համոզում է, որ այո,